Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի փետրվարի 23-ին մեկնարկած պաշտոնական այցը Թեհրան հագեցած էր։ Վերջինս հանդիպեց Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլռահիմ Մուսավիին և նախագահ Մասուդ Փեզեշքյանին։ Այցը նախևառաջ ուշագրավ էր իր ժամանակահատվածով, երբ Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական բախման լուրջ հավանականություն կա։ Ըստ իրանական մամուլի, Պապիկյանը Թեհրան է մեկնել իրանցի իր պաշտոնակցի հրավերով, իսկ Հայաստանում Իրանի դեսպանի վստահեցմամբ այցի մասին որոշումը կայացվել է ոչ թե վերջերս, այլ նախապես։ Հանդիպումների հիմնական մեխը բազմաոլորտ համագործակցության խորացումն էր, բայց իրանական կողմը մի շարք ուղերձներ է հղել, արտահայտելով Իրանի ավանդական տեսակետները։ Ազիզ Նասիրզադեն արտատարածաշրջանային ուժերի և նրանց դեմ պայքարելու կարևորությունից է խոսել, նկատելով, որ Թեհրանը այդ հարցերում զգայուն է։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մուսավին էլ հանդես է եկել Հայաստանի հետ պաշտպանական ոլորտի համագործակցությունը զարգացնելու օգտին։ Օրվա գլխավոր հանդիպումը Փեզեշքյանի հետ էր, որն ի թիվս այլ հարցերի կարևորել է Հայաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթղթի վերջնականացումը։ Փաստաթղթի ստորագրումը քննարկվում էր օգոստոսին Փեզեշքյանի երևանյան այցից առաջ, սակայն կողմերը ըստ երևույթին չհասցնելով և կամ չհամաձայնեցնելով փաստաթղթի բոլոր կետերը, դրա վերջնականացումը թողել են հետոյի։ Ուշագրավ է լինելու փաստաթղթի բովանդակությունը։ Փաստաթղթի ստորագրումը պաշտոնապես ռազմավարական բնույթ կհաղորդի հայ-իրանական կապերին։